Ողջույն բոլորին։ Այս տեսանյութում կխոսեմ հակաքրիստոսի մասին, նրա գալստյան 4 նշանների մասին, չնայած արդեն գալստյան մասին չեմ ուզում խոսել, այլ ուզում եմ խոսել, որ արդեն իսկ նա եկել է։ Դա գազանի նշանն է, իրեն գազան կասեմ, համենայն դեպս դուք պետք է հասկանաք ում մասին է խոսքը, դա Նեռն է։ Ժամանակին խոսել եմ այս թեմայի վերաբերյալ, ուղիղ եթերում խոսել եմ բավականին հակիրճ, բայց հիմա ավելի ծավալուն կխոսեմ, որպեսզի հասկանալի լինի։ Եվ լավ կլինի, որ գիտակից մարդիկ վերլուծեն ասածներս եւ կհասկանան, թե ով է իրականում հակաքրիստոսը։ Երբ որ ես այս մասին խոսում էի 1 տարի առաջ էր կարծես թե, կամ ամռանը, որքան հիշում, կամ ամռանը, կամ անցյալ տարի։ Այդ ժամանակահատվածում շատ բան էր անհայտ ինձ համար, իսկ հիմա արդեն ակնհայտ է։ Ինձ թվում էր, թե նա պետք է լինի մեկը, ամբողջ աշխարհով մեկ, բայց ինձ թվում է իրենք յուրաքանչյուր երկրում տարբեր մարդիկ են։ Որովհետև ամբողջ աշխարհում ինչու է կոչվում հակաքրիստոս, որ Քրիստոսը եղել է միակը եւ ամբողջ աշխարհում։ Դե համար ոնց որ եւս մեկն էլ է լինելու ամբողջ աշխարհի համար։ Բայց ըստ ինձ դա լինում է ամբողջ բոլոր երկրներում։ Ամեն երկրում մեկը։ Հնարավոր է ընդհանուր ինքը կա, ավելի մեծը, եւ կա նաեւ իր ոնց որ այդպես օգնականները։ Ես որ սկսեմ խոսել, դուք վերլուծեք իմ յուրաքանչյուր ասած բառը։ Այնինչ որ կատարվում է հիմա Հայաստանում, ես անգամ այդ մասին եմ խոսել, 4 ապոկալիպսիսի ձիավարները, դրանք դա վերնագին է այդպես, դա ոնց որ առասպելի նման լինի, բայց ինքը իմաստ ունի, կարող եք նայել դա, որովհետև դա շատ կարևոր է։ Դրա շարունակությունն է սա, կարելի ասել, կամ սրա շարունակությունն է նա։ Մեկը մյուսի հետ համադրված է։ Ոչ ոք առանձին չէ։ Դուք կհավատաք թե ոչ, բայց ես այս թեմայի վերաբերյալ նախորդ անգամ խոսել եմ դրսում, այս անգամ խոսում եմ տանը եւ անպայման մոմի լույսի ներկայությամբ։ Որովհետև սա այն թեման է, որ պետք է դա եւ զգուշ լինել եւ առհասարակ։ Ես ուզում եմ ձեզ զգուշացնել այս մասին, որ ձեզ համար պարզ լինի։ Ով է նա, ինչու է նա, ինչու է եկել, եւ սա վերաբերվում է ամենավերջին 4 ապոկալիպսիսի ձիավարին։ Այդտեղ էլ որ նայեք, ես եւս ասում եմ այդ մասին։ Եվ հակաքրիստոս բառը հենց ինքնին ծագում է հունարենից, դա հակա նախածանցը նշանակում է դեմ, իհարկե, այսինքն մեկը, ով դեմ է Քրիստոսին։ Եվ այսպիսով բառն ունի երկու իմաստ, ընդհանուր առմամբ այն վերաբերվում է յուրաքանչյուրին, ով մերժում է Հիսուս Քրիստոսին, Աստծուն, Հորը եւ Որդուն։ Եվ իհարկե կոնկրետ հակաքրիստոսը, մեծ կամ վերջին հակաքրիստոսը, դա համարվում է ամենամեծը, դրա համար եմ ասում, հիմա ոնց որ իր այդ շոշոփներն են, հա, այսինքն ինչ որ մարդիկ, ովքեր որ իր հետևորդներն են, այդպես կարելի ասել։ Որը կգա, կհայտնվի երկրի վրա ժամանակների վերջից առաջ։ Ես փորձել եմ հավաքել բոլոր հասանելի տեղեկությունները եւ ամփոփել հենց այս թեմայի վերաբերյալ բոլոր տվյալները այս տեսանյութում։ Ինչ է հակաքրիստոսի կնիքը, երբ է հակաքրիստոսի գալուստը, ինչ նշաններ եւ նախանշաններ կնախորդեն դրան, ինչպես կծավալվեն վերջին ժամանակները եւ ինչպես կավարտվի այդ ամենը։ Ինչ է լինելու հակաքրիստոսի անունը։ Սուրբ գրքում հակաքրիստոսին տրվում են մի քանի այլաբանական անուններ՝ ամայացնող, անօրենության մարդ, չար, կործանման որդի, կարմիր գազան եւ փոքրիկ եղջյուր։ Նրա իրական, իսկական անունը անհայտ է, քանի որ այն արժանի չէ Սուրբ Հոգու կողմից արտասանվելու։ Հենց դրա պատճառով էլ հակաքրիստոս բառը գրվում է փոքրատառով, դա իսկական անուն չէ։ Ապոկալիպսիսը, այդ 4 ձիավորները հենց տալիս եմ գազանի թիվը, հունարենում յուրաքանչյուր տառ համապատասխանում է որոշակի թվի եւ ինչպես որ մենք գիտենք բոլորս, դա համարվում է 3-6։ Որոշ անուններ կան, որոնք որ հնարավոր են նաեւ կոչվեն,
բայց ես այդ անունները չեմ ուզում հնչեցնել, այդ անունները միգուցե գրեմ, միգուցե նաև իրենք մեկ այլ տառերով են գրվում եւ մի փոքր դժվար կլինի այդ տառատեսակը նաև մեջբերել եւ գրել։ Եթե հնարավոր լինի, ես անպայման կգրեմ այդ տառատեսակները, կգրեմ այդ բառերը։ Ով է նա։ Այս հարցի վերաբերյալ կան մի քանի վիճահարույց տեսություններ, որոնք որ մենք չենք քննարկի այսօր, որովհետև դա 100%-անոց ապացուցված չէ, բայց համենայն դեպս ես ինչ որ ասեմ, եթե դուք վերլուծեք, ամեն ինչ կհասկանաք։ Կարող եք արագացնել տեսանյութը, կարող եք դանդաղացնել տեսանյութը, կարող եք լսել մինչև վերջ, ինչպես որ դուք կցանկանաք։ Եթե դանդաղ է խոսքս, ապա կարող եք արագացնել այն եւ ավելի արագ լսել։ Եվ ով կլինի նա։ Սուրբ գրքում հստակ նշված է, որ դա կլինի երկրային կնոջից ծնված տղամարդ, արդ ամուսնական կապի ընթացքում։ Մարդը կծնվի կներեք պոռնիկությունից եւ իր վրա կընդունի ների ողջ գործունեությունը, որովհետեւ Աստված կանխատեսելով իր կամքի ապագա ապականությունը թույլ կտա, որ դևը բնակվի իր մեջ։ Ինչպեսին կլինի նա, սովորաբար Հակաքրիստոսը պատկերվում է որպես դասական ների օրինակով, եղջյուրներով, սմբակներով, պոչով կամ ոչ է կենթանու գլխով, սակայն Իտալիայի եկեղեցիներից մեկում կա Լուկա Սենյորելի որմնանկարը, որտեղ նա ավելի իրատեսական տեսք ունի։ Ովքեր ապրում են այնտեղ, կարող եք այցելել եւ նայել։ Այնտեղ դուք կարող եք տեսնել Հակաքրիստոսին եւ ներին։ Որմնանկարի մի հատվածում, այդպես հոդվածի սկզբում դուք կարող եք այնտեղ գտնել նաև գրառումներ։ Եվ այնտեղ, եթե դուք տեսնեք, նկարը նման է Քրիստոսին, բավականին շատ, բայց չար աչքերով։ Դա տրամաբանական է, քանի որ նա պետք է ներկայանա որպես Մեսիա, իսկ ում էլ կնմանվի իհարկե բնականաբար Հիսուսին։ Երբ է Հակաքրիստոսը գալու երկիր, ճիշտ ժամանակահատվածը անհայտ է, ամսաթիվը, որովհետև դա ամենամեծն է, որը որ գալու է, բայց ել եմ ասում, իր մանրուքները կան, այստեղ հիմա իշխում են։ Բայց կան նաև նրա գալու 4 հստակ նշաններ, մանրամասն նկարագրություններ։ Եվ ի վերջով կհաղթի Աստված Քրիստոսը, թե Հակաքրիստոսը։ Այդ պատասխանը եւս ակնհայտ է։ Այնպես է, որ հիմա աշխարհի բնակչության բավականին մեծ տոկոսը, չգիտես հավատում են Աստծուն, թե ոչ, չգիտես ինչ են ուզում։ Եթե տեսնում եք Հայաստանի բավականին մեծագույն տոկոսը չարացել է եւ տեսնում ենք, որ ընտանիքում հենց այնպես չէ, որ մեկը մյուսին սպանում է, հենց այնպես չի, որ երբ որ կարող են շատ ավելի հանգիստ, ավելի նուրբ մոտենալ մարդկանց, ավելի կոպիտ եւ գրեհիկ են մոտենում, ոնց որ գազանի նման հարձակվեն մարդկանց վրա եւ ուզենան հոշոտել։ Ցույց գիտեք ում մասն է խոսքը, պետք չի մանրացնել ավելի շատ։ Եվ դա հենց գալիս է դրանից, արդեն իսկ այդ 4 տարբերակներից որից մեկն է։ Եվ ինչպես որ գրել է Հովհաննես Աստվածաբանը, գազանը բռնվեց եւ նրա հետ կեղծ մարգարեն։ Երկուսն էլ կենթանի նետվեցին ծծմբով այրվող կրակի լճի մեջ, եւ նրանք կտանջվեն օր ու գիշեր, հավիտյանս հավիտենից։ Եվ ընդհանրապես գազանի կնիքը դա շատերը տարբերում են, շատերը ոչ, կա նաեւ սխալ մեկնաբանություններ այդ հարցի վերաբերյալ, նաեւ անհավաստի տեղեկություններ։ Այդ նշաններում լինելու են հենց նշան, ինչ որ նշան, այդ կնիքի մեջ, անուն եւ թիվ։ Եվ ինչպես որ նշել է Հովհաննես Աստվածաբանը, եւ նա կստիպի բոլորին, փոքրերին ու մեծերին, հարուստներին ու աղքատներին, ազատներին ու ստրուկներին, նշան դնել իրենց աջ ձեռքին կամ ճակատին, այդ կողմը աջ կողմը, եւ ոչ ոք չէր կարող գնել կամ վաճառել, բացի նրանից, ով ուներ նշանը կամ գազանի անունը եւ նրա անվան թիվը։ Ով է բերելու այդ կնիքը։ Ըստ երևույթին դա կլինի նախագահը, վարչապետը, ների նախորդը կամ զրահակիրը։ Սուրբ Անդրեաս Կեսարացին այս հարցի վերաբերյալ գրում է. նա գազանի նշանը կտարածի ամենուրեք,
թե գնման, թե վաճառքի միջոցով, որպեսզի նրանք, ովքեր չեն ընդունի այն, ստիպված լինեն մահանալ կյանքի անհրաժեշտության պակասից։ Նախագահը անհասկանալի է, քանի որ ըստ հայտնության նա գործում է նեռի հետ միաժամանակ։ Երբ է բաժանվելու նեռի կնիքը։ Սուրբ հայրերի խոսքերով այն կբաշխվի այն 3 տարվա եւ 6 ամսվա ընթացքում, որի ընթացքում նեռը կթագավորի երկրի վրա։ Նրա գահակալության ժամանակը, իհարկե, խոսենք այդ մասին ավելի ուշ։ Ինչպեսին կլինի կնիքը։ Կլինեն հայոյանքներ ամբողջ քրիստոնեության դեմ, օրինակ այն կարող է լինել շրջված խաչ։ Չնայած Սուրբ Հովհաննես Ավետարանիչը հստակորեն նշում է, որ դա կարող է լինել կամ թիվ կամ գազանի անունը, բայց նաև չի բացառվում, որ հայոյանքներ հնչեցվեն քրիստոնեության դեմ։ Կնիքով նշանավորված անձը չի կարող մկրտվել։ Սուրբ Եփրեմի խոսքերով այն անձը, որի ձեռքերում գազանի անունն է գրված, չի կարողանա խաչակնքվել։ Բայց Սուրբը չի բացատրել, թե ինչու է դա տեղի ունենալու։ Առանց դրոշմի մարդը չի կարողանա օրհնություններ ստանալ։ Աստվածաբանները կարծում են, որ սա վերաբերվում է ոչ միայն առքու վաճառքին, այլև ընդհանրապես ամեն ինչին։ Այլ կերպ ասած, երկիրը կդադարի պտուղ տալ։ Ամենուրեք ավերածություններ կլինեն, եւ մարդը կունենա ընտրություն՝ երկրպագել գազանին եւ ստանալ սնունդ, թե ապավինել Տիրոջ օգնությանը։ Շատերը նաեւ ասում են, որ մարդկանց չիպավորելու են եւ այլն եւ այլն։ Նույնն էլ սա, երբ որ կնիքը ուժով չի դրվի։ Մարդը ինքը պետք է ընտրի։ Չնայած որ Ապոկալիպսիսի այդ 4 դիավորների հետ կապված, ես երբ որ ասել եմ, այդտեղ չի հիշատակվում, բայց ավելի ուշ հայտնություններում հստակ նշվում էր, որ կնիքի այդ դնումը, մարդուն որ դնեն, կամավոր կլինի։ Գիտեք, դա հստակ ինչ-որ մի բան չի, որ սենց բերելու են պեչատեն ձեզ վրա։ Իմ բառերի մեջ փոխաբերական իմաստ պետք է գտնեք։ Այս տեսանյութերը անում եմ այն մարդկանց համար, ովքեր որ կարողանում են վերլուծել յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր տառ։ Եթե դուք չեք կարողանում վերլուծել, ձեզ համար կնիքը միայն կլինի ինչ-որ կնիք, որը դրվում է թղթի վրա։ Կնիքը նաև համարվում է այն, որ մարդը, ինչպես եք դուք մեկը մյուսին ասում, օրինակ զոմբի, ձրիակեր, նույնն էլ դա է, համարվում կնիք։ Եվ այդ ով որ կընդունի այդ կնիքը, դա նշանակում է, որ ուղղակի հավատքից հրաժարվում է։ Այդ կնիքը հնարավոր չի լինի դնել իսկական հավատացյալի վրա։ Եվ ով երկրպագի գազանանման հակաքրիստոսին եւ հավատարիմ մնա նրա չար կյանքին, խոսքով կամ գործով նրան Աստված հռչակելով, ինչպես ցույց է տալիս ճակատին եւ ձեռքին ստացած նշանը, նա կմասնակցի նրա տանջանքի բաժակին։ Ինչ է պատահում, եթե դուք ընդունում եք կնիքը։ Ամեն ինչ բավականին պարզ է։ Յուրաքանչյուր ոք, ով ընդունում է կնիքը, կհամարվի հակաքրիստոսի երկրպագու, այսպես ասած, դրա հետ կապված բոլոր բաներով։ Իմ ասածները չափազանց դժվար է վերծանել։ Ընդհանրապես աստվածաբաններն ասում են, որ հակաքրիստոսի հայտնվելը կլինի երկար տարիների նախապատրաստական աշխատանքներից հետո։ Եվ իրենք նաև ասում են, որ նրա գալուստը գալու նախապատրաստությունները սկսվել են դեռևս առաքյալների ժամանակներից։ Դժբախտաբար Սուրբ գրքում այս իրադարձությունների սկիզբը ճշգրիտ ամսաթիվ չկա, թե երբ է սկսվել, բայց վերջին ժամանակների նշանները արդեն շատերս ենք տեսնում։ Եվ շարունակելով ասեմ, թե ինչպես է նա հայտնվելու։ Ինչպես Պողոս առաքյալն է ասել իր նամակներում, վերջին ժամանակներում չարագործությունները, անաստվածությունը եւ անհավատությունը կշատանան ու կտարածվեն, հավատքը կմարի, սերը կսառչի։ Սոցիալական եւ բարոյական անկում։ Հավատի պակասի հետ մեկտեղ համընդհանուր ավանդական, բարոյական եւ ընտանեկան արժեքները կոտնահարվեն։ Սուրբ Իրենեոսը գրում է. «Գալիք գազանը կլինի ամեն անբարոյականության եւ ամեն չարագործության գլուխը»։ Հակաքրիստոսի հայտնվելուց անմիջապես առաջ երկիր կուղարկվեն երկու մարգարեներ։
Նրանք կքարոզեն ճշմարիտ հավատքը և նրանց քարոզչությունը կտևի 1260 օր։ Այս ժամանակահատվածի ավարտին նրանց կբռնի հակաքրիստոսը և կսպանի։ Իդեպ ուզում եմ նշեմ այդ երկու տղամարդիկ Եղիա և Ենովք մարգարեներն են։ Ուզում եմ նաև նշել այլ նշաններ, որոնցով դուք կարող եք իմանալ, թե ով է նա։ Այս ասածներից մեջ արդեն պետք է բավականին ուշադիր լինել և փնտրել տողատակերը։ Նա կլինի տղամարդ։ Ըստ երևույթին հակաքրիստոսը կհայտնվի որպես սովորական մարդ, առանց որևէ գերբնական կարողության։ Իր տեսքով նա կփչացնի մարդկությանը, կփոխի արժեքները և կվերաձևի համաշխարհային կարգը։ Եվ նրան տրվեց բերան, որը խոսում էր մեծ բաներ և հայհոյանքներ։ Եվ ընդհանրապես կարծում են աստվածաբանները, որ 5 կտակարանի տարբերակի համաձայն նա կլինի Դանի ցեղից հրեա։ Նրա ծննդավայրը համարվում է Բաբելոնը կամ Հռոմը։ Դանիել Անդրեևը իր աշխարհի վարդը աշխատության մեջ ենթադրում է, որ դա կլինի Լատինական Ամերիկայի որևէ երկիր։ Բայց ըստ ինձ բոլոր երկրներում է նա լինելու, այսինքն ամեն երկրում կլինի ինչ-որ մեկը։ Նա կարող է նաև լինել խոշոր քաղաքական գործիչ։ Աստվածաշունչն ասում է, որ նա կհայտնվի 10 եղջյուր ունեցող գազանի կերպարանքով, որը խորհրդանշում է իրեն աջակցող 10 կառավարիչներին։ Այդ 10 կառավարիչները նրան կոչնչացնեն, նաև կտան անսահմանափակ իշխանություն։ Եվ մեջբերեմ հենց Աստվածաշնչի խոսքերը. ես կանգնեցի ծովի ավազի վրա և տեսա ծովից դուրս եկող մի գազան, 7 գլուխ և 10 եղջյուրով։ Նրա եղջյուրների վրա 10 թագ կար, իսկ գլուխների վրա հայհոյանքի անունն էր։ Գազանը, որին ես տեսա, նման էր ընձայռուծի, նրա ոտքերը արջի ոտքերի էին նման, իսկ բերանը առյուծի բերանի։ Հակաքրիստոսը կստեղծի մի քանի երկրների միություն, որի գլխին ինքը կկանգնի, կամ կնշանակի ամենահզոր առաջնորդին, որին ժողովուրդը անվերապահորեն կհետևի։ Սա գրել է Հովհաննես Աստվածաբանը։ Հակաքրիստոսը մարդկանց համոզելու համար կգործի հրաշքներ, որոնք կեղծ կապացուցվեն։ Նրա գալուստը կլինի ամեն զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով։ Այնուամենայնիվ մարդկանց մեծ մասը չի հասկանա իրենց կեղծիքը և կսկսի իրենց հավատալ։ Եվ հենց իր գալուց հետո ինչեր տեղի կունենան։ Ինչ-ինչ պատճառներով երկրի վրա կսկսվեն մի շարք համաշխարհային պատերազմներ և լուրջ բնական աղետներ։ Ամբողջ աշխարհում կտիրեն ավերածություններ և սով։ Ազգը ազգի դեմ կլինի, և թագավորությունը թագավորության դեմ, և երկրաշարժեր կլինեն տարբեր տեղերում, և սովեր ու մարդիկ մեկը մյուսից կսկսեն խռովել և չխոսել։ Եվ երբ հակաքրիստոսը իշխանության գա, նա կհրապարակի հատուկ օրենք, որով կհրամայվի սպանել նեռին չերկրպագող յուրաքանչյուրին։ Հայտնությունում հենց այդպես է ասվում, որ բոլորը, ովքեր չեն երկրպագում գազանի պատկերին, պետք է սպանվեն կամ դատվեն։ Խոսենք մեծ զորության և ճանաչման մասին։ Հակաքրիստոսը մարգարեներին պարտության մատնելուց և իր իրական զորությունը բացահայտելուց հետո մարդկանց մեծ մասը կսկսի ճանաչել իրեն, և բոլոր նրանք, ովքեր բնակվում են երկրի վրա, որոնց անունները գրված չեն կյանքի գրքում, կերկրպագեն նրան։ Հակաքրիստոսը կոչնչացնի բոլոր կրոններն ու սրբազան առարկաները և կհռչակի իրեն միակ Աստված։ Կոտրելով և ոչնչացնելով ամեն սրբազան առարկա, նա կհռչակի իրեն միայնակ Աստված և Քրիստոս, կնստի տաճարում որպես Աստված և կպահանջի աստվածային երկրպագություն միայն իր համար։ Բայց մենք պետք է հասկանանք, որ անկում էլ կարող է լինել 42 ամիս հետո։ Դա 3 տարին է, 3.5 տարին է։ Եվ այդ ժամանակ Հիսուսը կփրկի միայն մարդկանց։ Եվ եթե այստեղ վերածենք այս իմ խոսքերը բառացի բառերի, դա նշանակում է, որ ինչ-որ մեկն է, որ 3.5 տարի
կհալածի մարդկանց, կվերացնի կրոնը, կստիպի մարդկանց, որ իրեն հարգեն, իրեն սիրեն, ով իր կողմից չի ուրեմն կսպանվի կամ կդատվի եւ նման այլ հարցեր եւ միայն այստեղ եւ իր կողքում են 10 պաշտպաններ 10 էլի պաշտպաններ Ռուսաստանում հակաքրիստոսի գալը դա այն ժամանակ կլինի, երբ որ Ռուսաստանը կվերականգնվի, կունենա ցար, ով կընտրի Տերը, Աստված։ Եվ այդ ժամանակ նոր կգա հակաքրիստոսը Ռուսաստանում։ Այդ մարդը կլինի բավականին շատ մեծ խելքի տեր եւ երկաթե կամքի տեր ունեցող մարդ։ Այստեղ բոլորիս համար պարզ է, թե նա ով է եւ մնում է վերականգնվի Ռուսաստանը։ Բայց մեկ այլ աստվածաբան նշել է, որ գալու ժամանակ հենց Ռուսաստանի անկումը կլինի։ Ռուսաստանը կընկնի, ինչպես որ հիմա է այն իր վիճակը։ Այս հայտնությունները նաև օրել է Նոստրադամուսը։ Նոստրադամուսը պարզապես նշել է, որ գալու են 3 հակաքրիստոսներ։ Նրանց մասին նա ասել է, երկուսի մասին ասել է, որոնք որ մահացել են, չեմ ուզում անունները տալ, որովհետև անգամ Facebook-ում իրենց անունները տալուց բլոկվում է էջերը։ Մենք բոլորս գիտենք Գերմանիայի հետ կապված եւ նաեւ իրենք սպանվել են եկեղեցականների կողմից, ես այս մասին շատ եմ խոսել, հատուկ պատվերով եւ իրենք տրվել են դրան Գազանին եւ իշխել են ամբողջ կարելի ասել աշխարհով մեկ եւ պատերազմների հեղինակը նաեւ եղել են իրենք։ Նա երրորդին էլ է ասել, բայց նա ասել է, որ կգա արևելքից։ Եվ այդ ժամանակ կսկսվի 3-րդ համաշխարհային պատերազմը։ Ինչպես որ ասում է, «Օ մարդիկ եւ գազաններ, դեզ աղետ է սպասում, մաբուսը գալիս է մեռնելու ձեր մեջ»։ Դա Նոստրադամուսն է իր հայտնություններում, իր մարգարեություններում նշել։ Իսկ արդեն մեկ այլ Թադեոս երեցը, անունները դժվար է, արդեն նա ասել է, որ արդեն սկսվել է 3-րդ համաշխարհայինը եւ չարի ուժերը արդեն միավորում են մարդկանց հակաքրիստոսի գալուստը հռչակելու համար, բայց նրանք կարող են ձախողվել ուղղափառների պատճառով։ Եվ նաև կա մեկ այլ մարգարեություն, ով որ նշել է, որ հակաքրիստոսը ծնվել է 20-րդ դարում, մոտավորապես 1962 թվականի փետրվարի 5-ին, բայց ես կասկածում եմ, նա նաև կարող է 21-րդ դարում, հիմա երբ որ մենք ապրում ենք, այդ ժամանակահատվածում արդեն ինքը մեծ է բավականին եւ պատերազմներ կարող է սանձազերծել Արևմուտքի եւ Չինաստանի միջեւ։ Ուզում եմ նշել, որ հակաքրիստոսներ նաև կան իսլամական երկրներում։ Եվ մուսուլմանները հավատում են, որ երբ որ նա գա, իր ճակատին գրված է լինելու անհավատ։ Որովհետև շատերս գիտենք, թե մուսուլմանները ինչպես են հավատում Աստծուն։ Եվ պարզ կերևա իր անհավատ լինելը։ Բայց նա այնտեղ բավականին հզոր ուժ ունի, շատ ուժեղ է եւ շատ կախարդություններ կարող է անել այնտեղ։ Նաեւ մեր հարևան պետությունում ինչու՞ չէ։ Գիտեք, ես նաեւ հակված եմ որոշ չափով մտածել, որ նա Ամերիկայի նախագահն է, որովհետեւ նա վերադարձավ, ծննդյան տարեթիվը չգիտեմ, բայց նա բավականին հարուստ է։ Եվ եւս մեկ հակաքրիստոս պետք է լինի բավականին հարուստ եւ այդպիսով կփչացնի մարդկությանը եւ կկուրացնի մարդկանց։ Ըստ ինձ հակաքրիստոսն արդեն եկել է։ Եվ յուրաքանչյուր երկրում եկել է մեկը։ Ամեն մի երկրում հիմա ինչ որ մեկը կա, ով որ ինչ որ քարոզներ է տարածում։ Ինչ որ բաներ է փչացնում այդ երկրում, մարդկանց մտքերն է խառնում իրար, կան Ամերիկայում հետ եկավ, մեր երկրում, Մոսկվայում, որքան էլ որ Պուտինը հզոր է, բայց համենայն դեպս նա սկսեց պատերազմը,
նա փորձում է ոչնչացնել նաև մարդկությանը։ Այդ եթե կրակը արձակվում է երկրի միջև, դա ուրեմն մարդկության վերացում է։ Գիտեք, շատերն են մտածում, որ հակաքրիստոսը Պուտինն է։ Շատերն են մտածում։ Դա կարծես թե Պուտինի ծննդյան օրն է, 1962 թվական փետրվարի 5-ը։ Բայց եթե դա այդպես է, դա իր իրական ամսաթիվը չէ ծնված։ Շատ ժամանակ նաև խոսվում է, որ վակցինաները, այս հիվանդության հետ կապված է, նույն գրիպը, որը որ մենք տանում ենք, մենք մեզ ձև ենք տալիս, որ վայ, ուրիշ ձև է սա, բայց ամեն ինչ նույնն է։ Շատերն են խոսում, որ վակցինաները հենց հակաքրիստոսի կնիքն է։ Այդպիսով են մարդկանց, միգուցե ուսումնասիրեք այն մարդիկ, ովքեր որ սրսկվել են, միգուցե ինչ-որ տարօրինակ բաներ ունեն, ես չեմ սրսկվել, չգիտեմ, բայց դա ապացուցված չէ, այդ պնդումը ապացուցված չէ, որ հենց այդ վակցինան եղել է այդ կնիքը։ Պետք է հասկանալ, որ նշանը ֆիզիկական ինչ-որ կամ կենսաբանական նշան չէ, որ մարդը ինչ-որ ճպ մեկ է տեսնեք իր ճակատին ինչ-որ բաներ է ֆիքսված, չէ, նման բաներ չկա։ Դա ուղղակի գիտակցված հակաքրիստոսին երկրպագելն է և այդ մարդուն համարել իրենց աստված, իրենց փրկիչ։ Ուղղակի պետք է հասկանալ, որ այդ իր գործողությունը, այդ ոչնչացնելը մարդկությանը, այդ 10 հոգին, որ իր շրջապատում են, այդ ամենը տևելու է 3.5 տարի և հետո արդեն նա սպանվելու է։ Եվ ուզում եմ նշել, որ ինչպես որ ես ասացի, հակաքրիստոսը ընտրելու է ոնց որ առաջնորդներ, ընկերության դեմք, իրեն առաջ տանող, իր դիմաց դուռը բացող, որ ինքը արդեն գա, վերջնական մարդկանց կործանող, որ մարդը արդեն վերջնականապես կործանվել է և այլևս տեղ չունի և գալիս է նա։ Բոլոր դարաշրջաններում այդ մասին խոսացվել է, բայց հիմա ավելի շատ կան այդ հայտնությունները, մարգարեությունները, որտեղ որ հենց իրոք նշվում է, որ ավելի շատ, եթե ինքը ծնվել է թեկուզ 20-րդ դարում, միևնույն է 21-րդ դարում է իր անելիքը անելու։ Եվ դա ինչ է նշանակում, հավատքից հրաժարվել, եկեղեցիներից հրաժարվել, եկեղեցիների քանդում, քրիստոնեության ոչնչացում, օրինակ մեր երկրի համար, մեկ այլ երկրի համար եւս, էլի ինչ-որ չափով իրենք քրիստոնյա են եւ նաեւ մուսուլմանական երկրներում իրենց հավատքի պառակտում եւ անհավատություն, որովհետեւ իրենք չափազանց շատ են հավատում Աստծուն եւ շատ են փառաբանում իրեն, իսկ մեզ կոնկրետ մեզ վերաբերվող դա կործանում է քրիստոնեությունը։ Եվ ընդհանրապես մի կարծիք կա, որ երբ նա գա երկիր, իսկական հավատացյալները անվիճելիորեն կճանաչեն նրան միանգամից։ Բայց պետք է հասկանանք, որ ինքը բավականին հզոր է եւ կարող է նաեւ մարդկանց եւ իրենով անել, եւ ոչնչացնել, եւ զոմբիացնել, եւ փորձել ծառայեցնել իրեն։ Ամեն անցնող օրվա հետ մեր աշխարհը մոտենում է հակաքրիստոսի գալուստին, մեծ հակաքրիստոսին։ Եվ պետք է հասկանաք, թե դուք որ կողմում կկանգնեք։ Վերլուծեք յուրաքանչյուր ասած բառս։ Վերլուծեք փոխաբերական իմաստով։ Վերլուծեք ավելի խորը։ Մի նայեք սրան որպես ինչ-որ մի ասացվածք։ Իմ ասածները վերլուծելով կհասկանաք Հայաստանում ինչ է կատարվում։ Հիմա ինչու ենք մենք այսպիսին։ Ինչու են մարդիկ գազանացել, ինչու են մարդիկ մեկը մյուսին սպանում, ինչու են գազանի նման հարձակվում մեկը մյուսի վրա, ինչու է ոչնչանում եկեղեցիները, ինչու է ոչնչանում քրիստոնեությունը, ինչու է ոչնչանում հայ ազգը։ Այդ ամենը պետք է լավ վերլուծել եւ հասկանալ։ Եվ մարդը միայն իր հավատքով կարող է փրկել իրեն եւ իր հայրենիքը։ Որովհետև էլի կշեշտեմ, իր օրը տարին 3.5 տարի է, դրանից հետո նա մահանում է, ուղղակի նա պետք է մահանա, որովհետև այնպես չի, որ գրված է, որ Աստված թույլ է տալու կամ թույլ չի տալու, որ նեռ իշխի կամ եւ այլն, որովհետև
երկուսն էլ գոյություն ունեն։ Եվ թե ով ում կընտրի, դա ոչ ոք չի կարող ասել։ Եվ մարդը ինքը պետք է որոշի ում է ընտրում։ Եվ երբ որ ես հիմա նայում եմ եւ վերլուծում եմ ամեն ինչ, ես զգում եմ, որ բավականին մարդկանց մեծամասնություն աշխարհով մեկ, Հայաստանով մեկ ընդունել է դա։ Վերցրել է այդ կնիքը իր վրա։ Վերցրել է եւ ապրում է։ Ոմանք միգուցե գումարի համար, ոմանք պաշտոնի համար, ոմանք մեկ այլ բանի համար։ Այդ կնիքը կա Հայաստանում, այդ հակաքրիստոսը կա Հայաստանում։ Ով ինչպես ուզում է մտածի։ Այսքան է, սիրելիներս։ Խաղաղություն, սեր եւ երջանկություն ձեզ։